Մեծարգո փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որը մնաց անպատասխան առաջին հերթին, թե որքան գումար է պետությունը ծախսել գործուղումների վրա եւ քանի լումայի օգուտ է տվել Սարգիս Խանդանյանը ազգային ժողովին եւ նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Նախ ուզում եմ ասել, որ գործուղումները կազմում են ազգային ժողովի падգամավորի գործունեության մի մասը, որոշ падգամավորների մոտ ընդհանրապես գործուղումներով է պայմանավորված նրանց ամբողջ գործունեությունը եւ այդ մշակույթը մենք չենք ներդրել, այդպես եղել է միշտ։ Հիմա ինչ արդյունքների ենք մենք հասել։ Մենք հասել ենք այն արդյունքներին, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր խաղաղ, ազատ, անկախ եւ ժողովրդավար երկիր է։ Մենք հաստատել ենք ժողովրդավարությունն ու ամրապնդել ենք իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում եւ խոսքի ազատությամբ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, պարոն Ղազարյան, որ օրինակ դուք վերակենդանացման բաժանմունքում լինելու փոխարեն գտնվում եք այս պահին ազգային ժողովի դահլիճում եւ այն էլ որպես падգամավոր։ Եվ կարծում եմ, որ դա մեր ձեռքբերումն է եւ դրանից ամենաշատ օրինակ պիտի գոհ լինեք հենց դուք։ Հասել ենք նրան այդ գործուղումների եւ բանակցությունների ու քննարկումների արդյունքում, որ մենք այսօր ոչ թե քննարկում ենք երբ կլինի պատերազմ, այլ քննարկում ենք երկաթուղի, երկաթուղու կառուցում, ատոմակայանի կառուցում, մեգանախագիծ թրիփը, փորձում ենք հասկանալ տնտեսական եւ անվտանգային առումներով որքան հաջող եւ որքան նպաստավոր կլինի այն Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե մեր թե ազգային ժողովի թե կառավարության գործընկերների գործուղումները եւ դրա վրա ծախսված գումարները ինչ օգուտ են բերում Հայաստանի Հանրապետությանը եւ պետք չէ դրա մեջ դնել գոյութենական պայքարի ինչ որ էլեմենտներ։ Իդեպ գոյութենական պայքարի մասին Տիկին Գրիգորյանին ուղղված այսպես փոքրիկ անդրադարձ ունեմ։ Տիկին Գրիգորյան, 3 խմբակցության անունից ելույթի ժամանակ այստեղ խոսում էիք սահմանադրության, անկախության հռչակագրի հղում լինել չլինելու մասին եւ կարծես թե ճիշտ եմ չէ հիշում, որ ասացիք, որ ազգային ժողովի այսօրվա այս համամասնությունը փրկողակ է մեզ համար հետագա ինչ որ արհավիրքներից խուսափելու համար։ Ես ճիշտ եմ չէ հիշում, որ ձեր քաղաքական օրակարգը, ոչ միայն ձեր, ընդհանրապես մեր խորհրդարանական ընդդիմության քաղաքական միակ եւ գլխավոր օրակարգը քաղաքացիական պայմանագրին իշխանությունից վտարելն էր, ինչ որ բան է փոխվել, թե չէ։ Մեկ ուզում էիք մեզ ոչնչացնել, հիմա փրկողակ եք մեզ առաջարկում, ծայրահեղությունների մեջ պետք չի ընկնել։ Մեզ ոչ պետք է ոչնչացնել, ոչ էլ պետք է փրկել։ Պետք է մեզ հետ միասին զրույցներ վարել եւ դրան մասնակից դարձնել ժողովրդին։ Հիմա ասեմ ինչու։ Եթե դուք այդքան վստահ եք, որ սահմանադրության փոփոխությանը դեմ է մի ամբողջ ժողովուրդ, դուք վստահ եք, դուք միշտ դրա մասին խոսում եք, տարբեր պիտակներ եք տալիս նոր սահմանադրությանը առանց քննարկելու։ Իսկ ավելի քաղաքականապես նպատակահարմար չէր լինի, արդյոք տայք այդ հնարավորությունը։ Քվեարկեինք բոլորով միասին հանրաքվեի օգտին, ժողովուրդն էլ թող իր խոսքը ասեր, չէ՞ որ դուք վստահ եք, որ բոլորը դեմ են։ Եվ այդպես քաղաքականապես մեզ ոչնչացնեիք։ Սա էլ ձեր վտարելու օրակարգի հրաշալի շանս է ձեզ համար ստեղծվել։ Բայց ոչ, գիտեք ինչու ոչ, որովհետև դուք չեք կարողանում համակերպվել ժողովրդի կամքի հետ հաշտվելու հետ։ Դա չկա, այդ օփշնը չկա։ Իսկ ավելի լավ չի լինի գանք այստեղ, մենք մեր տեսանկյունը հայտնենք, դուք ձեր տեսանկյունը հայտնեք։ Ինչու է հղում տրվել անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է։ Որևէ մեկը դրան չի ուրանում եւ այն լինելու է մեր պատմության մեջ հավերժ, որքան որ գոյություն ունի հայ ժողովուրդը։ Բայց տեխնիկապես մենք կարող ենք չէ քննարկել, որովհետեւ ժողովուրդն էլ ոչինչ չի հասկանում ժամանակ առ ժամանակ եւ տեսականորեն կարող է լինել նաեւ մեզ լոյալ քաղաքացի, որը գոհ է մեր կառավարության ծրագրերից, ապահովագրությունից եւ մնացածից, բայց այդ մասը չի կարողանում հասկանալ, լավ է սահմանադրության փոփոխությունը, թե ոչ։ Եկեք, մեկնաբանեք, ժողովուրդը թող որոշի, ոչ թե հպարտանալ, չարախնդալ, այդ տեսակ դուք վերջապես սահմանադրական մեծամասնություն չունեք, դուք հանրաքվե անելու հնարավորություն չեք ունենալու, ժողովուրդն էլ իր խոսքը չի ասելու, հպարտանալու բան այդտեղ չեմ տեսնում։ Ես առաջարկում եմ վերանայել ձեր մոտեցումները եւ եթե այդքան դուք վստահ եք ձեր քաղաքական մտքի եւ ձեր նպատակների մեջ, ապա ելի ինչպես միշտ հնարավորություն տանք մենք ժողովրդին։ Այսքանը շնորհակալություն։ Չէ, ներողություն։
Պարոն Խանդանյանի վերաբերյալ, որովհետև ելույթները իհարկե նրան են ուղղված։ Ինչպես նշեցի, այո, մենք վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը բարձրացրել ենք։ Մեզ հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը, մեզ հետ քննարկում են տարբեր ծրագրեր։ Եվ այո, հպարտությամբ պիտի ասեմ, որ դա մեր բոլոր գործընկերների աշխատանքի արդյունքն է։ Այդ գործուղումների, բանակցությունների, մեր գիշեր ու զօր կատարած աշխատանքի արդյունքն է, եւ նաեւ այդ աշխատանքի մեջ իր շատ մեծ դեր ունի պարոն Խանդանյանը, եւ ես վստահ եմ, որ հենց նույն տեմպերով էլ շարունակելու է նա աշխատել, հաջողություններ եմ ձեզ մաղթում, պարոն Խանդանյան, եւ վստահ եմ, որ մեծ հպարտությամբ Եվս 5 տարի մենք կարողանալու ենք այդ բանակցությունների եւ այս ամենակարևոր փուլը մեր կյանքում հաջողությամբ պսակել եւ մեր ժողովուրդն էլ գոհ է լինելու այն բոլոր մեգա նախագծերից, որոնք առջևում իդեպ սպասվում են Հայաստանի Հանրապետությունում իրականություն դառնալու։ Շնորհակալություն։